Ընդամենը մի քանի օրից կավարտվի 2025 թվականը։ Պարզ է, որ 2026 թվականի հունիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները ճակատագրական հետևանքներ են ունենալու մեր ազգի ապագայի վրա։ Ինչպիսին է այդ ապագան լինելու, որոշելու է ինքը, հայ ժողովուրդը։ Գիտեք, որ փոքրիկ խմբակն ու դրա ղեկավարը առաջարկում են այդ ապագայի իրենց պատկերը։ Չնայած բոլոր արհավիրքներին ու խայտառակ ձախողումներին, թող Նիկոլը մնա իշխանության, ու ինչու նա պետք է երրորդ ժամկետի մնա, պարզ չէ։ Բայց այս ամենն արձանագրելը նորություն չէ։ Կարծում եմ ավելի կարևոր է այլընտրանք առաջարկելը։ Ապրածս կյանքի, բարի համբավի ու արված գործերի հիմքի վրա դրված ապագայի պատկեր առաջարկել։ Մեր ժողովուրդը արդարության կարոտ է մնացել ու մենք պետք է կատարենք մեր ժողովրդի երազանքը։ Հայաստանը պետք է դառնա բարեկեցության բոլոր իմաստներով ապահով ու լավ ապրող քաղաքացիների երկիր։ Հայաստանը իրավունք չունի վատ հարաբերություններ ունենալ որևէ հարևանի ու որևէ գերտերության հետ։ Մենք կրկին պետք է մի մեծ ընտանիք դառնանք, ուր յուրաքանչյուրը իրական սիրո եւ համերաշխության մթնոլորտում զբաղվում է իր գործով ու շենացնում հայրենի տունը։ Հասկանալի է, որ այսպես թե այնպես ապագան գալու է։ Այլ հարց է, որ մենք հայերս այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք։ Արդար, բարեկեցիկ, հարուստ, խաղաղ ու համերաշխ Հայաստանի Հանրապետության ապագան։ Անելու ենք մեր ձևով։